Ողջույն բոլորին, որպեսզի հարցեր չառաջանան, նշեմ, որ սա ամրացրել եմ լավ շնչելու համար, սրտիս վնաս եմ հասցրել և դեռևս չեմ անցել խորը զննում հասկանալու համար, թե ինչ լրջության խնդիր է, գումար չունեմ այդ խորը զննումն անցնելու համար և դեռևս այսպիսի հնարքներով եմ փորձում լուծել խնդիրը, ծանր մարզումներ չեմ անում, որովհետև չգիտեմ ինչ վնաս եմ հասցրել, բայց այդ մասին չեմ ուզում խոսել, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր դրամական փոխանցումներ են կատարել կրթությունս հովանավորելու համար։ Ամիսներ առաջ ես հայտարարել էի բաց դրամահավաք և այն մի քանի շաբաթում արդեն որպես այդպիսին փակվել էր և հատուկ չէի հայտարարել դրամահավաքի ավարտի մասին, հարկ չեմ համարել նաև երկրորդ փուլը սկսել, որովհետև չէի ուզում մարդկանց, այսպես ասած, շատ նեղություն տալ և հարկադրված եմ գնացել այդ քայլին, նշել էի, որ մասամբ օգնության կարիք ունեմ և նշել էի, որ ինքս որոշ մասը վճարել եմ վարձի, կարճ ասած, առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել դերասան և երգիչ Հայկ Պետրոսյանին, որովհետև եթե նա իր պաշտոնական էջում չկիսվեր իմ հոլովակը, այդ հոլովակը չէր տարածվի, իմ ծանոթները լայքել էին այդ հոլովակը, տենց 20-30 մարդ, և 24 ժամում այն անհետացել էր, կարծես ինչ-որ խոհանոցային տեսարանով հոլովակ էր, ինչ-որ ճաշատեսակի պատրաստման, որ պետք է 24 ժամում անհետանար, տենց կորչեր գնար, շատ այսպես ասած տխրել էի, որ մարդիկ այնքան են դարձել անտարբեր, որ անգամ հոլովակում նշված այդ տողը, որ գրված էր share տարբերակով գոնե տարածեք, նշված էր, մարդիկ այդ տողը կարդացել էին և չէին տարածել, Հայկին մեծ շնորհակալություն, որովհետև եթե նա չկիսվեր, այդ դրամական փոխանցումները երևի չէին էլ լինի կամ շատ կուշանային և շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր փոխանցել են, էական չէ ինչ չափի գումար են փոխանցել, սակայն ուզում եմ փոքր-ինչ մանրամասնել, իհարկե անուններ չեմ հանրայնացնի, բայց նշեմ, որ մի քանի հոգու մեծ, այսպես ասած, գումարների փոխանցումների շնորհիվ է հավաքվել այդ գումարը հիմնականում, այսինքն 20-ից 30 մարդ է փոխանցել ընդհանուր, մնացածը հազարական, 5000-ական, 10,000-ական դրամներ և 250,000 դրամից փոքր-ինչ ավելի գումար էր հավաքվել։ Հետագայում, երբ հասկացա, որ ինձ խաբել են, նաև այդ Sky Race Թեղենիս մրցույթի կազմակերպիչներից գլխավորը, նախագահը, դեմքիս նայելով, այդ մասին ես խոսել եմ և ես պետք է հաղթեի այդ մրցույթում կամ մրցանակային տեղ զբաղեցնեի, որպեսզի հովանավորեի կրթությանս, այսպես ասած, այն վարձի այն մասը, որը մնացել էր, մի պահ հասկացա, որ
ես ժամանակ չունեմ եւ այն ժամանակը, որը կարող էի տրամադրել այդ գումարը ստեղծելու համար, ինչ որ դատարկ բանի համար եմ վատնել, հենվելով մարդու խոսքի վրա, այսինքն մարդու տեղ եմ դրել, խոսքն արժևորել եմ, բայց պարզվեց, որ այդ մարդը մարդ չէր, խոսքն էլ արժեք չուներ։ Եվ ստիպված հարազատ եղբորս դեղերի համար նախատեսված գումարն եմ օգտագործել, դա վերջին քայլը պետք է լիներ, որ ես գնայի այդ քայլին, բայց ստիպված, հարկադրված, որովհետև ես չէի կարող ուշացնել վճարումը, մի քանի անգամ էլ աշխատանք եմ չեղարկել այդ մրցույթի համար, որ իմանայի այսպես է լինելու, չեղարկի, այնպես չեմ աշխատել, ինչպես նշեցի, ես չեմ ցանկացել երկրորդ փուլը սկսել դրամահավաքի եւ այն գումարը, որը ես հայտարարել էի 1 միլիոն դրամի կարգի գումար, ես ի սկզբանե գիտեի, որ այդ գումարը չի հավաքվելու եւ 30%-ն էլ չհավաքվեց եւ այնպես ստացվեց, որ ես հիմնականում հովանավորեցի կրթությունս, բայց այս պահին ես սրտիս եմ վնաս հասցրել եւ ինչու երբեք չեմ ունեցել սրտի խնդիր, հոգերի խնդիր, լեռներում, բարձրադիր լեռներում ես թթվածնային քաղց չեմ ունեցել երբեք, երգելով եմ բարձրացել այն գագաթները, որոնք մարդիկ սենց մի կերպ դանդաղ բարձրանում են շնչելով, երբեք ես խնդիր չեմ ունեցել, իմ սրտի խնդիրը առաջացել է բարկությունից, Sky Race թեղենիս մրցույթի հետ է կապված մարդկանց անազնվության, որովհետև երբ ես հասկացա, որ ամիսներ շարունակ իմ այդ պատրաստությունը, որ ես մանրակրկիտ արել էի ոչնչի համար է եղել եւ ես դա հասկացա մրցույթից 10 րոպե առաջ, այդ լարվածությունը մի քանի երկու անգամ հետաձգումը, որ մտածել ես, լավ, մեկ անգամ հետաձգել են, առանձնապես տարբերություն չէր տա, մայիսի 16-ից առաջ ես պատրաստված էի, գերազանց մարզավիճակ ունեի, ինչևէ, այդ լարվածությունները, որ մի քանի անգամ ֆիդբեք եմ թողել, կազմակերպիչներից մեկը արձագանքել է, նշել եմ, որ վերջապես հայտարարեք մրցանակային շահույթի չափը, որպեսզի կազմակերպենք մեր գործերը, կազմակերպիչներից մյուսը լայք է դրել իմ հրապարակմանը, բայց մի բերան չի ասել, որ չկա այդ հովանը, որը չենք գտել, պարզապես պետք էր գտնվել ազնիվ, լինել ազնիվ, անցած տարի ես գովաբանել եմ այս մարդկանց, կազմակերպիչներից մյուսն էլ անցած տարվա, որ բանը ինքն է մեծածավալ նամակ ուղարկել ինձ, այդ երկուսը չեն բանը սենց դեռևս լռում են, ուրեմն կազմակերպիչներից մյուսը, որ այս տարի հավանաբար չի մասնակցել այդ կազմակերպչական աշխատանքներին, գրել է նամակ է ուղարկել, չեմ տեսել, որ հիանայիր անցած տարվա կազմակերպչական աշխատանքով բանը քո խնդիրն է, որ ակնկալել ես էլի, որ մրցանակային ֆոնդ է լինելու, դա տեղեկացված չէր, չգիտի, որ իրենց նախագահը դեմքիս նայելով ասել է, որ այսպես է բաշխելու, այնպես է բաշխելու եւ պաշտոնական էջում իրենց գրել են այդ մասին ավելի շուտ, հա, թե ինչն եմ ես ակնկալել, այսինքն երևի ակնկալել եմ, որ դիմացս մարդ է կանգնած եղել, բայց պարզվեց, որ սխալ եմ ակնկալել, այդտեղ ես սխալվել եմ իրոք, բայց այն, որ ես ակնկալել եմ, որ
մրցանակային ֆոնդ է լինելու եւ դա իմ խնդիրն է, դա իմ խնդիրը չէ։ Մեկ էլ այդ հիանալու պահը, որ շատ վատ հիշողություն ունեն մարդիկ, որ այդ նույն մարդն, ով ինձ այդ նամակն ուղարկել է, հուսամ կլսի այս հոլովակը, հենց ինքն էլ, որ ասում են, արձագանքել է հիացական հրապարակմանս, երևի չի հիշում։ Պարզապես այս տարի պետք էր լինել ազնիվ եւ հայտարարել, որ չենք գտել հովանավոր այդքան բան։ Որևէ մեկը ձեզ վարկաբեկելու առիթ չեր ունենա։ Իսկ այս պարագայում ես արդար եմ եւ այսպես եմ ճիշտ համարել։ Ընկերներս ինձ ասում են, կամուրջները պետք չէ վառել, այդ մարդիկ կարող են քեզ հետագայում պետք գալ, ուրեմն ինձ մարդիկ իսկապես պետք են, բայց կներեք, բայց անազնիվ արարածները ինձ ընդհանրապես պետք չեն։ Այս մեկ դրամահավաքի հետ կապված էլ եզրափակիչ ասելիքս ասեմ, ուրեմն շնորհակալ եմ անչափ այն մարդկանց, ովքեր ինձ աջակցել են, բայց էլի նշեմ, այնպես չէ 250 հայ մարդ հազարական դրամներ է փոխանցել եւ այդ 250,000 դրամը այդպես հավաքվել է։ Մի քանի հոգի են մեծ գումարներ փոխանցել եւ ինձ գլխավորապես իրենց շնորհիվ է այդ գումարը հավաքվել, այև այն մարդկանց, ովքեր փոքր, բայց էլի գումարներ փոխանցել են եւ նրանց նույնպես շնորհակալ եմ։ Սա պարզապես sense ամբողջական ներկայացնում եմ, որպեսզի հասկանաք իրավիճակը։ Ես որևէ մեկի փոխանցումը չեմ բարձր դասում մյուսներից։ Ինձ համար այս նյութը այդքան էական չէ, էական է վերաբերմունքը եւ ես նշել եմ, որ քառակին եմ վերադարձնելու այդ մարդկանց, եթե ոչ գումարի տեսքով, ապա վերաբերմունքի։ Հայաստանում բազմաշնորհ մարդկանց չեն սիրում։ Հայաստանում չկա տենց քաղաք, որտեղ դու կարող ես փողոցում կանգնած գրիչ վաճառել եւ ասենք Նիկոլաս Քեյջը քեզ մոտենա եւ ասի ես զանգ կկատարեմ հոլիվուդյան դեմք ունես եւ քո կարիերայի համար հիմքեր դնի, այսպես ասած։ Նա այդ ամենն արել է Ջոնի Դեպի համար։ Հայաստանում, եթե դու ասենք Երևանում կանգնես եւ գրիչ վաճառես, ինչ որ մեկը կգա հարկ կուզի կանգնածը տեղի համար։ Մենք լրիվ այլ իրականությունում ենք ապրում, շատ հատուկենտ հայեր կան Հայաստանում, հատուկենտ մարդիկ, եւ ես շնորհակալ եմ, որ այդ մարդիկ կան։ Բայց ես այս պահին ունեմ սրտի խնդիր եւ ես չգիտեմ նպատակները, որոնք դրել եմ իմ առջև, կարողանալու եմ իրականացնել, թե ոչ։ Անընդհատ ես այս տականքների պատճառով որ պատմության մեջ եմ ընկնում, այն որ գեղեցիկ պատմություն պետք է դառնար, դարձավ գերշ պատմություն, ինչպես նշեցի նախորդ հոլովակում։ Չգիտեմ ինչպես արձագանքել։ Հուսամ ամենը կկարգավորվի, ես երևի սխալվել եմ, հայտարարել եմ դրամահավաք, այդ քայլին ես չպետք է գնայի, ես շուտով երևի կսկսեմ ինչ որտեղ կանգնել եւ երգել սիրտս բուժելու համար, գումար հայթայթելու համար։ Այսքանը։